Երջանկությունը գովազդ չէ։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ երջանկությունը շատ հաճախ նման է գեղեցիկ փաթեթավորված ապրանքի։ Այն ցուցադրվում է, այն վաճառվում է, այն ներկայացվում է այնպես, կարծես այն միշտ փայլում է, միշտ կատարյալ է, միշտ առանց ճաքերի։ Դու բացում ես հեռախոսդ ու տեսնում ես ժպիտներ, տեսնում ես մարդկանց, ովքեր միշտ ճիշտ տեղում են, ճիշտ մարդկանց հետ, ճիշտ լույսի տակ։ Ամեն ինչ կարծես հարթ է, ամեն ինչ մտածված, ամեն ինչ գեղեցիկ։ Եվ ինչ-որ պահի սկսում ես հավատալ, որ հենց դա է երջանկությունը, որ երջանկությունը պետք է տեսանելի լինի, պետք է լինի բարձրաձայն, պետք է լինի այնպիսին, որ ուրիշները նայեն ու ասեն «Վաու»։ Բայց իրական երջանկությունը շատ ավելի լուռ է, այն չի աղմկում, չի փորձում ապացուցել իրեն, չի սպասում, որ ինչ-որ մեկը նկատի։ Այն գալիս է աննկատ ու մնում է միայն նրանց մոտ, ովքեր չեն փորձում բռնել այն ուժով։ Երջանկությունը այն պահն է, երբ դու նստած ես լուռ ու հանկարծ հասկանում ես, որ ներսումդ խաղաղ է։ Ոչ որովհետև ամեն ինչ կատարյալ է, ոչ որովհետև բոլոր խնդիրները լուծված են, պարզապես դու խաղաղ ես։ Երջանկությունը այն խոսակցությունն է, որ չի ձայնագրվում, չի հրապարակվում, բայց մնում է սրտում։ Այն ժպիտը, որը ոչ ոք չի նկատում, այն օրը, որ ոչ ոք չի տեսնում։ Եվ գուցե ամենամեծ սխալը, որը մենք անում ենք, այն է, որ փորձում ենք երջանկությունը դարձնել ցուցադրելի։ Մենք փորձում ենք այն չափել լայքերով, դիտումներով կամ ուրիշների արձագանքով։ Բայց որքան ավելի շատ ենք դա անում, այնքան ավելի հեռու է դառնում իրական զգացումը, որովհետև երջանկությունը չի սիրում, երբ իրեն ստիպում են լինել կատարյալ։ Այն չի ապրում այնտեղ, որտեղ ամեն ինչ միայն արտաքինն է։ Այն ապրում է խորքում, այնտեղ, որտեղ դու քո իսկականն ես, առանց դիմակների, առանց ձևերի, առանց այն վախի, որ ինչ-որ մեկը կտեսնի քեզ ոչ իդեալական։ Երջանկությունը գովազդ չէ։ Այն չի գալիս աղմկոտ երջանկությամբ, այն չի փայլում ֆիլտրերով, չի պահանջում հանդիսատես։ Այն գալիս է լուռ, նստում է կողքիդ ու ասում է. «Ես այստեղ եմ, եթե դու պատրաստ ես ինձ զգալ»։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ երբ դու դադարում ես ցուցադրել երջանկությունդ, այն սկսում է իրականում մեծանալ։ Երբ դու այլևս չես փորձում ապացուցել, որ դու լավն ես, որ դու լավ ես, դու իսկապես սկսում ես լավ զգալ։ Երբ դու դադարում ես համեմատել, դու սկսում ես գնահատել։ Երբ դու դադարում ես վազել իդեալական կյանքի հետևից, դու սկսում ես տեսնել այն փոքր պահերը, որոնք իրականում կազմում են կյանքը։ Գուցե երջանկությունը մեծ բան չէ, գուցե այն հենց այդ փոքր, աննկատ պահերի մեջ է։ Մի բաժակ սուրճ, մի պարզ խոսակցություն, մի խաղաղ երեկո, մի պահ, երբ դու քեզ միայնակ չես զգում։ Եվ գուցե հենց դա է իրական ճշմարտությունը։ Երջանկությունը չի պահանջում, որ դու այն ցույց տաս աշխարհին։ Այն պարզապես ուզում է, որ դու այն ապրես։ Եթե դու հիմա լսում ես սա, ու քեզ թվում է, թե քո կյանքը այնքան էլ գեղեցիկ չէ, ինչպես ուրիշներինը, միգուցե պարզապես դու ապրում ես այն իրականում, ոչ թե գովազդում, եւ դա շատ ավելի արժեքավոր է։ Կիսիր սա մեկի հետ, ով գուցե հոգնել է կատարյալ կյանքեր տեսնելուց ու մոռացել է, որ իրական երջանկությունը շատ ավելի հանգիստ է, բայց շատ ավելի խորը։